Միացյալ Նահանգների պես պետության հետ դաշնակցային հարաբերությունները խորացնել, այսպիսի մեգա ներդրում ապահովել Հայաստանի Հանրապետության հարավային դարպասների մոտ, եթե սա Հայաստանի Հանրապետության շահերից չի բխում, այդ դեպքում ի՞նչն է Հայաստանի Հանրապետության շահերից բխում կամ բխել, տարիներ շարունակ Ռուսաստանի Դաշնության տակ պարկած, Ռուսաստանի Դաշնությանը գույքը պարտքի դիմաց հանձնած, իրականում ենթակառուցվածքներն ավիրված այդ իրավիճակն է մեր շահերից բխել։ 30 տարի շարունակ այդ իրավիճակն ենք ունեցել։ Թրիփի համատեքստում ենթակառուցվածքների մասին ես խոսեցի, ես առանձնակի ուշադրություն եմ ուզում հրավիրել Հարավկովկասյան երկաթուղիների վրա։ Սա հարց է, որը պետք է ստանա իր տրամաբանական պատասխանը եւ կարճաժամկետ պատասխանը։ Առայժմ ես նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը խնդրանքների դաշտում է դիմում ռուս գործընկերներին, որպեսզի ներդրումներ, հրատապ ներդրումներ կատարեն այդ ենթակառուցվածքների վրա, բայց ես կարծում եմ դա առայժմ խնդրանքի ձևաչափով է, ես կարծում ժամանակը սուղ է, ռուսներն ունեն շատ քիչ ժամանակահատված պատասխանելու համար, իրենք առիթը բաց չեն թողնում, չէ, անընդհատ հայտարարելով, որ թրիփի մեջ ուզում են ունենալ ներգրավվածություն, այնտեղ փնտրում են նաև իրենց շահերը, կարող են ներգրավել այդ process-ի մեջ, բաց է։ Հարավկովկասյան երկաթուղիները կարող են ներդրումներ անել, իսկ իրականում եթե մենք դուրս գանք այդ ձևականությունների դաշտից, կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է անհապաղ սկսի գործընթաց Հարավկովկասյան երկաթուղիների պետականացման հեծի օրինակով։